Արդ, քանի որ դատավորը մոտեցել է դռանը, իսկ մենք ներսում բյուրապատիկ դատապարտությունների մեջ հիվանդ պառկած ենք, հեռացնենք մեզնից ձուլությունն ու մեղքերը, սանձ դնենք մեր լեզվին և դուռ մեր բերանին, դաստիարակենք մեր աչքերն ու ականջները, մաքրենք մեր ձեռքերն ու բոլոր անդամները և Աստծուն ընծայենք մտքի ու սրտի բոլոր շարժումները, պահակ դնենք մեր մտքի ու բերանի դռներին, որոնց միջով մահն է մուտք գործում, վերստին շահենք մեր անձերը, նորոգենք մեզ և արծվի նման նորափետուր զարդարվենք։ Մեր մեղքերի հնությունը, հին մարդու կերպարանքը, մերկացնենք և նորոգվենք մեր Արարչի պատկերով, խոստովանությամբ ու ապաշխարությամբ արբիափայլ զարդարվենք, ձյունի նման սպիտակ և բրդի նման մաքուր դառնանք և ամեն ժամանակ պատրաստ զգանք մեզ երկնաթռիչ ճանապարհի համար, որովհետև համաձայն Տիրոջ առակի անհայտ է օրն ու ծածուկ ժամը, որ որոգայթի նման պիտի հասնի բոլորի վրա, գիշերվա գողի նման ներս պիտի մտնի և պիտի սպանի։ Մեծապես վախենանք կենդանի Աստծո ձեռքն անպատրաստ ընկնելուց, որովհետև ոչ օգնական ու պաշտպան, ոչ բարեխոս և ուղեկից, ոչ էլ առաջնորդ կա այդ ահռելի և օտար ճանապարհի վրա։ Զգույշ լինենք մեր կյանքի ընթացքում, որպեսզի մահվան որոգայթի մեջ անպատրաստ չբռնվենք, այլ արթնությամբ դիտենք մեր կյանքը, որպեսզի չլինի թե ննջենք այն քնով, որի վախճանը տիրական մահ է մարդու համար։ Այս ճանապարհի համար պարտ ու պատշաճ պաշարն անբարենք և չթողնենք այստեղ, այլ մեզ հետ տանենք, որովհետև երկար է ճանապարհը և առանց գործի։ Չլինի թե պետք եղած ժամանակ փնտրենք մեզ անհրաժեշտը և չգտնելով սովալուկ կորչենք։ Անբարենք ողորմության յուղը, այստեղից պայծառեցնենք մեր լապտերները, որպեսզի Փեսայի գալստյան ժամանակ հանգած լապտերներով դուրս չմնանք առագաստից։ Դատավորը դռան մոտ է և մեզ դատաստանի է կանչում։ Տեսնենք, թե ինչ պատասխան պիտի տանք։ Քննենք մենք մեզ, թե որքան ենք պարտք նրան և թե կարո՞ղ ենք պարտքը հատուցել։ Մենք մեր անձերը դատենք և չսպասենք անաչառ դատավորին ու անկաշառ ատյանին։ Ճանապարհին հաշիվ տանք ազատվելու համար նրանից, ամեն ինչ քննենք ու հրապարակենք մեր խորհուրդները, խոսքերն ու գործերը, մինչև իսկ ամենափոքր նայվածքը, լսած ու ասած չար ու դատարկ խոսքերը։ Թերևս դաղչին մատնի մեզ, դա իջնել խավար բան տնետի, որտեղից չենք կարող ելնել, մինչև մեր վերջին ունեցածը չվերցնի մեզնից։ Դատավորը մեզնից հաշիվ պիտի պահանջի ամեն բանի համար, ոչ միայն գործերի, այլ խոսքերի ու խորհուրդների, սրտի և զգայարանների ցանկության։ Երբ այսպիսի անխուսափելի քննություն կա, իմանանք նաև, թե ում ենք պատրաստվում հաշիվ տալ։ Մարդու չենք տալու, այլ նրան, ով մարդկանց երեսից ավելի նրանց սրտին է նայում, ով տեսնում է չգործածները և քննում անհայտները, ում առջև ոչ մի ծուռ բան և ոչ էլ իրավացի պատճառ չեն ընդունվում, ով դատելու ժամանակ վկաների կարիք չունի, որովհետև մեր ամեն ինչը հայտնի է իրեն։ Նրա գրքում գրված է ամեն բան և գործ, և խոսք, և մտածմունք, ով ոչ կաշառք է ուզում որևէ մեկից, ոչ էլ աչառություն անում դատելիս, այլ իրավացիորեն է վարվում բոլորի և մեծի, և փոքրի հետ։ Ոչ ակնածում է թագավորից, ոչ վախենում է բռնակալից, ոչ ողորմում երիտասարդության և ոչ գթում ճերմակ մազերին, այլ մի նպատակ ունի, այն է արդար դատել և իրավացի կերպով բոլորին հատուցել։ Եթե այսպիսի ահավոր ատյան է սպասում մեզ, և դատավորն արդար, անխաբբ և անկաշառ է, զարհուրենք նրա դատաստանից, ակնացենք պատասխանից, քանի դեռ ժամանակը մեր ձեռքում է, բարիք գործենք, և քանի դեռ օր կա, լույսի ու ցերեկի որդիներ լինենք, որովհետև երբ գիշերը գա, ոչ ոք այլևս չի կարողանա գործել, այս է գործի ժամանակը, երբ դեռ կարելի է շահել։ Քանի դեռ պատվական մարգարիտը ծախսվում է, ոչինչ չխնայենք, ոչ հարստություն ունեցվածք, ոչ սիրելիներ ու բարեկամներ, ոչ հայրենիք ու ժառանգորդներ, ոչ մարմին և ոչ հոգի, եթե նույնիսկ պետք լինի այդ տալ։ Ամեն ինչ տանք, ամեն ինչ ծախու հանենք,
ամեն հնար գործ դնենք, որպեսզի կարողանանք ստանալ այդ մարգարիտը։ Քանի դեռ այսօրը մեր ձեռքին է, խորհրդակից ունենանք Պողոսին ու Պետրոսին, նույնիսկ նրանց Տիրոջը, որ երբեմն սպառնում է, երբեմն ողորմում, երբեմն իր մոտ կանչում, երբեմն հեռացնում իր մոտից, երբեմն երանի տալիս աղքատներին և երբեմն լացացնում հարուստներին։ Արդ, քանի որ ապրում ենք այսօրը, ականջներս չխցենք պատվիրանի դեմ, դարձյալ մեզ խորհրդակից չունենանք օձին և չցանկանք աստվածային մեծ պատիվ, որը չենք կարող ստանալ։ Չգնանք դեպի պատվիրանազանցության ծառը և չուտենք մահացնող պտուղը, չմերկանանք փառքից, ինչպես մեր նախնիները, և չապավինենք թզենուն մեր ամոթը ծածկելու համար։ Եթե բարերարը մեզ ապաշխարության կանչի, չհապաղենք և մեղքի պատճառներ չստեղծենք, որպեսզի դատապարտվելով դրախտից դուրս չընկնենք ոչ թե անեծքի այս երկիրը, այլ գեհենի կրակի մեջ, որտեղ աչքերը պիտի լաց լինեն և ատամները կրճտեն, ոչ թե այս փշաբեր երկիրը, այլ այն, ուր թունավոր որդեր են ծնվում, ոչ այս երկիրը, ուր հրամայվեց երեսի քրտինքով հաց ուտել, այլ այնտեղ, ուր հացի ու ջրի, այսինքն Աստծո խոսքի և նրա մարդասիրության սով ու ծարավ կա։ Մենք մեզ նայենք և ոչ թե սնոտին ու անցավորին, մեր աչքի գերանը մաքրենք և ուրիշների փուշը չքննենք, չլինի, որ ցոփության ծառայենք, այլ ողջախոհությամբ պարկեշտանանք, ագահությամբ կռապաշտ չլինենք, այլ ողորմությամբ խաբենք մեր մեղքերը, անամոթ նայվածքով չփղծենք մեր աչքերը, այլ սրբենք դրանց արցունքները, մեր ականջը չախտոտենք լկտի երգեր լսելով, այլ աստվածային պատվիրանը լսելով դրանք մաքրենք, պիղծ շոշափումով մեր ձեռքերը չափականենք, այլ աղքատներին ողորմություն տալով և աղոթքի համար բարձրացնելով դրանք սրբենք։ Երբ Տերը պատրաստվում է շնորհների աթոռին նստելու, խոստովանությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին ու հարմար ժամանակին նրա օգնությամբ ողորմություն գտնենք։ Այժմ շնորհներ է բաշխում, մեղքեր է թողնում, կարեկցում տառապողներին, վշտակից լինում վշտահարներին և սգակից սգավորներին, բժշկում վերքերն ու հիվանդությունները, լուծում մեղքերի մաղը, քիչ բան է խնդրում և մեծ շնորհներ բաշխում, խոստանում երկնքի արքայություն, անճարելի կյանք և բյուրապատիկ բարիք։ Չսպասենք դատական աթոռին և գալիք դատաստանին, որ իրավունքի աթոռ ու դատաստան է։ Երբ շնորհների աթոռից ելնի և փառքի աթոռին նստի, այն ժամ արդար կերպով կչափի և կհատուցի և ինչպես կշեռքի նժարով կկշռի բոլորի թե մեծերի և թե փոքրերի գործերը։ Այժմ Աստված օգնում է չարիքները զղջացողներին, այն ժամանակ կդառնա ահարկու և մարդկանց արհամարհող։ Այժմ համբերում է մեր բյուրապատիկ սխալներին, այն ժամանակ իր բարկությունը վճռական կերպով կթափի անհնազանդ որդիների վրա։ Այժմ հորից ավելի է գթում մեղքերի տակ կքածներին և մորից ավելի կսկծում սգավորների մեղքերի վրա։ Այդ պատճառով էլ մերթ աղաչում է, մերթ աղերսում և ուղարկում պատգամավորներ, առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, վարդապետներ, հովիվներ, իր որդուն էլ ուղարկեց մեղավորների հետ հաշտության համար։ Իսկ դատաստանի օրը, իբրև Տեր և դատավոր, հաշիվ պիտի պահանջի իր համբերության և գթության համար, որն այստեղ արհամարհեցինք։ Արդ սիրելիներ, այս բաներն իմանալով չարհամարհենք Աստծո ներողամտությունն ու համբերությունը, որովհետև Աստծո քաղցրությունը մեզ ապաշխարության է հրավիրում։ Մեր խստությամբ և անզեղչ սրտով բարկություն չգանձենք Աստծո արդար դատաստանի օրը, երբ յուրաքանչյուրին ըստ իր գործերի պիտի հատուցի, այլ երկյուղով տնօրինենք մեր կյանքը, վախենանք ոչ միայն գեհենի տանջանքներից, այլ մանավանդ Աստծո կողմից մերժվելուց և նրա բարի տեսքից զրկվելուց։ Որովհետև Աստծո երեսից ընկնելն ավելի չար է, քան բյուրապատիկ գեհենի մեջ ընկնելն ու հավիտյան այրվելը, նաև անքուն և թունավոր որդերի մեջ լինելը։ Ոմանք միայն գեհենից են վախենում, ուրիշները սարսում տանջանքներից, բայց ես զարհուրում եմ, սարսում ու դողում, արտասվում ու մեծապես հառաչում եմ միայն այն բանի համար, որ Աստծո սիրուց զրկվեմ։
նրա քաղցր դեմքը չտեսնեմ և երանավետ ձայնը չլսեմ։ Եթե այս ինձ պատահի, և ապա նույնիսկ հուրն այրի, վիհն ընդունի, որդն ուտի ինձ և խավարի մեջ բնակվեմ, այս բոլոր դժվարակիր տանջանքներից ավելի դառն ու ավելի մեծ պատիժ են դրանք ինձ համար։ Գալով տանջանքներին, նույնիսկ եթե արքայություն մտնեմ և ժառանգեմ բոլոր փառքերը, սակայն նրան չտեսնեմ, դժոխքից ավելի չար կհամարեմ այդ հանգիստը, իսկ եթե դժոխք մտնեմ ու նրան այնտեղ տեսնեմ, վայելեմ նրա սերը, տանջանքը ոչինչ կլինի ինձ համար, այն արքայությունից ավելի պատվական կհամարեմ։ Հետևաբար, մեր ձեռքին է Աստծուն տեսնելը կամ չտեսնելը, որովհետև եթե նրան այստեղ տեսնենք աղքատների մեջ և քաղցրությամբ խնամենք, քաղցածներին կերակրենք և ծարավներին ջուր տանք, մերկերին հագցնենք և օտարներին հյուրասիրենք, հիվանդներին տեսության գնանք և բանտարկյալներին ազատենք, այստեղ ևս կարող ենք տեսնել նրան և նրա քաղցր ձայնը լսել։ Եկեք, իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, որին թող բոլորս արժանի լինենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով և մարդասիրությամբ։ Ամեն։